Գոհություն պիտի մատուցանեմ Տերոջը իմ բոլոր սրտովս, քո բոլոր սքանչելիքներդ պիտի պատմեմ, քեզ մոտ ուրախ պիտի լամ ու ծնծամ, քո անվանը սամոս պիտի երգեմ, ով բարձիալ։ Եկեք միասին Տերը պաշտենք, ոտքի վրա երգելով մեր առաջին երգը, երթիվ 269, երթիվ 269, հայր մեր այժմ կնվիրենք։ Ինչ ոտքի վրա ենք, դարձնենք մեր երկարաներուն ետևը փոխադարձ ընթերցում թիվ 16, փոխադարձ ընթերցում թիվ 16։ Նոր դարի Ով դեր դու մեզի աբավեն եղար, ասկե մինչև ասկ, լերներուն զնալենեն առաջ, ու երկրի և աշխարի ստեղծվել են առաջ, հավիտենից մինչև հավիտյանս, տուն ես ասված, դու մարդը փոշի կդարձնես ու գսես, ետ դարձեք մարդոց որդիներ։ Գնգղմես զանոնք երազի բես կլան,
արդվանց կանանչած խոդին բես կլան։ Մեր դարիներուն օրերը 70 տարի են, ու եթե զորությունով 80 տարի ըլան, դագավին անոնց փառքը աշխատանք ու ցավ է, վազնզի անոնք շուտով կանցնին ու մենք կթրջինք։ Հիմա մտի գրեք, դուք որ գսեք, այսօր կամ վաղը երթանք, այն անուն քաղաքը օհոն դարի մը գենանք և արևդուր ընենք ու վաստգենք։ Անոր դեր ասելու էիք, եթե դերը գամենա ու ապրենք, այս կամ այն բաները անենք։ Եղբայրներ, ես չեմ սեբեր, որ փրներ եմ, բայց փամ մգա, որ ետևի եղածները մորցած եմ ու արջևի եղածներուն գտիմեմ։ Աղոթենք։ Երտնավոր հայր շնորհակալ ենք քեզ մե, որ դու մեզ ոս հավաքեցիր, ահա դարի մնան մեզի բահեցիր, ահա եկած ենք նոր դարին գտիմավորենք։ Դեր կաղոթենք, քննեմ մեր սիրտը, մեր խորհուրդները, դու մեզի մաքրես սրբե։ Իմաստություն դուրով դեր, որ ամեն ժամ իմաստությամբ գործած ենք, լավ որ այս տարի մեզի ավելի քեզի մոտեցնե։ Հիսուսի անունով կխնդրենք։ Ամեն։ Շարունակենք Տերը պարապանել, երգելով երթիվ 43, երթիվ 43, ահա մեզի մանուկ ծնավ։ Բարի եկացեք միասին Տերը բաշտելու, կուզեմ գարկ մեր եղեցին կորձունեությունները ծերուշահատյան պերել։ Ինչպես հայդարարեցին անցյալին, մի քանի հատ օրացույց մնացած անոնք, որոնք կպապակին գրնան մոդենալ դիգին Ալիս Հաջյանին։
Կալ շապադորը մեր եղեցվոտ սուտ ծունունտյան արիտով ընցիկի հավակույտ պունենանք ճաշկերույթ, որ ժամը 6-ին է, տասյալ, անոնք որոնք կպապակին հաջի սերտիկետները աբավեցեք տեսնելով դիգին Ալիս Հաջյան։ Կուզեն շնորհակալություն հայտնել ամեն անձերը, որոնք իրենց նվերադություններով մեր եղեցին կկաչալերեն կրնակ կգենան։ Նախ գողջունենք ձեզ Քրիստոսի բադվական անունով եւ բարի կալուս կմաղթենք ձեզ մե ամեն մեկուն, որ եկած եք զաստված պաշտելու մանավանդ դերունական ծնունդի եւ նոր դարվան այս հատկանշական օրվան մեջ։ Բարի լույս ձեր բոլորին։ Բարի կալուս կուզենք մաղթել նաեւ Մայք Թերզյանին, որ եկած է իր սիրելիները այցելելու Կալիֆոռնիա Փասադենային։ Եթե կան ուրիշներ, որոնք այցելու են հյուր ըլալով կրնան ցերկերնին փարսացնել եւ կամ կրնան ոտքի ելալ, որ ճանչնանք սիրենք։ Այսօր պիտի վարենք Քրիստոսի լույսը խորհրդանշող 5-րդ եւ մեր վերջին մոմը։ Եվ այսօր համար պիտի հրավիրեմ դիգին Այդա Երամյանը, որ վարե 5-րդ լույսի մոմը։ Բրամեցեք։ Մինչ այդ լսենք ավետարանեն լույսի վրայով մի քանի համարներ։ Հիսուս նորեն խոսեցավ անոնց ու ասավ. Ես եմ աշխարհի լույսը, ան որ իմ ետևես կուքա խավարի մեջ պիտի չկալե, հաբա գենաց լույսը պիտի ունենա։ Թեև ադեմը դուք խավար էիք, բայց հիմա լույս եք դերոճմով, ուստի լուսո որդիներու պես քալեցեք։ Ասիգա է այն բատկամը, որ իր մեր լսեցինք ու ցեզի գիմացնենք։ Թե Աստված լույս է ու անոր մեջ փնավ խավար չկա։ Եթե լույսի մեջ քալենք, ինչպես անիգա լույսի մեջ է, իրարու հետ հաղորդակցություն կունենանք։ Եվ անոր որդուն Հիսուս Քրիստոսի արունը մեզ ամեն մեղքի կմաքրե։ Ուրեմն այս լույսի խորհուրդով վարենք 5-րդ մոմը։ Այդա չեղավ։ Քիչ մի ևս բարոկն հաճես Ոյով շատ շնորհակալություն Փրկչին գենաց խոսքովը դերը լուսավորե մեր բոլորին սրտերը եւ մտքերը Պիտի գարտամ Աստվածաշունչեն, ավետարան ըստ Ղուկասի, երկրորդ գլուխ, առաջին համարեն 21-րդ համարները, երկրորդ գլուխ, առաջին համարեն 21-րդ համարները։
Այն օրերը Օգոստոս կայսրեն հրաման ելավ, որ բոլոր աշխարհ կրվի։ Այս առաջին աշխարհակիրը եղավ Գերոնոսի Սուրյով վրա գուսագալության արած ադենը։ Ամեն գերտային աշխարհակիրը մտնելու ամեն մեկը իր քաղաքին մեջ։ Հովսեփալ Գալիլեայեն Նազարեթ քաղաքեն ելավ թեպի Հրեաստան Դավիթին քաղաքը, որ Բեթլեհեմ կոչվի։ Ինք Դավիթին դունեն ու ասկադոհմեն լալուն համար։ Աշխարհակիրը մտնելու Մարիամին հետ մեկտեղ, որ իր նշանածն էր եւ հղի էր։ Եվ անոնք հոնեին անոր ծնանալու օրերը լեցվեցան։ Իր անտրանիկ որդին ծնավ ու խանցարորով պատեց եւ զանեգա մսուրի մեջ բարգեցուց։ Վասնզի իջևանի մեջ իրենց տեղ չկար։ Այնտեղը հովիվներ գային դաշտի մեջ կեցած, որոնք իրենց հոդերուն գիշերվան բահբանություն գնեին։ Ահա դերոջը հրեշտակը անոնց վրա իջավ ու դերոջը փառքը անոնց փոլորդիկը ծակեցավ ու խիստ շատ վախցան։ Բայց հրեշտակը ըսավ անոնց. «Մի վախնաք, վասնզի ահա ես ցեզի մեծ ուրախության ավետիսմ կուտամ, որ բոլոր ժողովուրդին բիդլա։ Վասնզի այսօր փրկիչ մծնավ Դավիթին քաղաքի մեջ, որ օծյալ դեր է, եւ այս ցեզի նշանը ըլլա, մանուկ մը պիտի գտնեք խանցարորով պատված ու մուսուրի մեջ բարգած։ Իսկույն անհրեշտակին հետ երկնային զորքերու բազմություն մը եղավ, որոնք Աստված գործնեին ու գսեին. Գերգինքի բարձրության մեջ Աստծո փառք, երկրի վրա խաղաղություն, մարդոց մեջ հաճություն։ Երբ հրեշտակները անոնց մեն երկինք վերցվեցան, հովիվները իրարու ըսին. «Եկեք մինչև Բեթլեհեմ երթանք ու տեսնենք, թե ինչ է այս եղած բանը, որ Տերը մեզի ցուցուց»։ Քացին արդորալով եւ կդան Մարիամը ու Հովսեփը եւ մսուրի մեջ բարգած մանուկը։ Երբ տեսան, իմացուցին այն խոսքերը, որ այս մանուկին համար իրենց ըսվեցավ։ Ամենքը, որ գլսեին, գզարմանային այս բաներուն վրա, որոնք հովիվները իրենց կսեին։ Բայց Մարիամ այս ամեն բաները կբահեր ու իր սրդի մեջ կմտածեր։ Հովիվները դարձան, փառավորեցին ու օրհնեցին Աստված այն ամեն բաներուն համար, որոնք լսեցին ու տեսան, ինչպես իրենց ըսված էր։ Երբ 8 օրերը լման եղան, մանուկը դարին թլպատելու։ Անոր անունը Հիսուս տրվեցավ, որ հրեշտակեն կոչված էր, դեր ինք մորը որամայնի մեջ ջղացած։ Ամեն։ Մեր սրդերը դերոջ արջև խոնարեցնենք աղոթքով, երբ նոր դարին եւ ծնունդը դիմավորելու համար կպատրաստվենք, պատրաստության մեծությունը գինա աղոթքի բաժնի մեջ։ Քանի որ Տերը ասավ իմ դունս աղոթքի դուն է եւ մենք աղոթելու պատրաստ պետք է ելանք եւ ոչ թե միայն եկեղեցին մեջ, հապա նաեւ մեր դուներուն մեջ, ուր որ գտնվենք, Աստված պատրաստ է մեզ լսելու։ Քոհություն եւ շնորհակալություն կհայտնենք քեզի երկնավոր Հայր, որ դարձյալ քու մեծ փարիքդ եւ օրհնություններդ մեզի կշնորհես։ Մեզ բահեցիր ով դեր դարիմը եւ գրցանք ով դեր ապրիլ եւ քեզնով դարձյալ շարունակել։ Հակառակ անոր մի քանի մեր սիրելիներեն տուն քեզի կանչեցիր։ Սակայն ով դեր գիտենք, որ ով դեր ամեն բաները բարի կործագից կլան անոնց, որոնք Աստված կսիրեն։
Եվ անոր համարով դեր անգամ եւս կխոնարին քո արջևդ շնորհակալությամբ եւ մեմնադեն մեր սրտերը անգամ եւս քո արջևդ կխոնարեցնենք, քանի որ գոդրած ու խոնար սրտորով քեզի եկողները թուն չես մերժեր։ Եվ այսօր համար անգամ եւս մեր անձերը այս նոր դարվա մեջ քեզի կնվիրենք, որպեսզի թուն զանոնք առնես եւ քու գամքիդ համեմատ մեզ առաջնորդես։ Քեզի գփերենք ով դեր մեր այն սիրելիները, որոնք ով դեր սքավոր ըլլալով այսօր մեր մեջ կգտնվին։ Ըլլա Միսիսյան ընտանիքը, ըլլա Բզդիկյան ընտանիքը, ինչպես նաև Երամյան ընտանիքը, որոնք ով դեր պետք ունին քու Սուրբ Հոգուդ առաջնորդության, մխիթարության եւ խաղաղության։ Հետը լաս նաև մեր անսելներուն, որոնք ով դեր ցավեր ունին հիվանդություններ, քու փուժարար ցերքերդ անոնց վրա տնես եւ անոնց հետով դեր պետք եղած փուժումը բարգեւես անոնց վերքերուն ըսպեղանի եւ ցավերուն թարման շնորհես։ Քեզի գփերենք նաև այսօրվան պատգամապեր ծարատ, որբեսի ով դեր անիգա քու խոսքդ մեզի մատուցան է եւ մենք կարենանք ով դեր անգամ եւս լսել այն մեծ եւ հրաշալի լուրը, որ մեզի գուկա ծնոնդի արիտով, ամենամեծ բարգևը, ամենամեծ նվերը, որ դու շնորհեցիր քու որդիդ մեզի խրգելով եւ այնպիսի մեծ սիրով շնորհեցիր, որով դեր մենք անիգա լման հասկանալու կարողությունը չունենք, բայց կվայելենք անոր խոսքերը քու ավետարանեդ եւ ով դեր փառք եւ քողություն կբացանենք, որ եկար մեր մեջ փնագեցար։ Քեզի գփերենք նաև մեր այն ծառայող սիրելիները եկեղեցիդ մեջ, որոնք ով դեր նվիրված կերպով կգործեն, բայց կխնդրենք անոնց նվիրումը թուն ավելցնես եւ անոնց թիվն ավելցնես, քանի որ թուն եղար ամենամեծ ծառայողը աշխարհի մեջ, որս իր ես ծառայություն ստանալու չեկա հավաձարայելու, ով դեր մեզ քու զավակները դրե, քեզի հետևորդները դրե, որ իրավես գարենանք ցույց տալ եւ ցոլացնել քու ծառայության մեջ քոյություն ունեցող սերը, շնորհքը եւ ողորմությունը։ Այսպես ով դեր կխնդրենք քեզ մե որթուն եկեղեցիդ օրհնես եւ քո անունդ փառավորվի, ասոնք կխնդրենք մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անունով, որուն գվայել է փառք, իշխանություն եւ բադիվ հիմա ու հավիտյանս։ Ամեն։ Պիտի երկենք երկթիվ 609, այս երկին առաջին, երկրորդ, երրորդ եւ յոթերորդ համարները, առաջին, երկրորդ, երրորդ եւ յոթերորդ համարները ոտքի վրա։
7-րդ տուննալ քեզ 7-րդ տուննալ վերջին Սելով եկավ հրճագետեր կնար շեպոտ ու կորդամ կա կոչե միշտ Հոսաննա կոչե միշտ Հոսաննա կոչե միշտ Հոսաննա Դարձյալ բարի լույս ձեր բոլորին, բարի եկած եք բոլորդ, շնորհավոր նոր տարի, թող Աստված այս տարի մեզի բոլորիս դա օրհնաբեր տարիմը, մեր օրերը բայցարը լան, մեր օրերը լուսավորը լան, թող Աստուծո Սուրբ Հոգին մեզի առաջնորդե մեր բոլոր քայլերուն մեջ եւ իմաստություն տա մեզի մեր բոլոր որոշումներուն մեջ որբեսի ինչ որ իր գամքն է, ադիգա որոշենք և ադիգա գադարենք, ամեն վերջապես այսօր գհաստինք մեր երորդ նյութին գիտեք խոստացած էինք, որ այս երեք իրագիները շարունակական նյութեր պիտի ելան և ադիգա ասկսանք ասկե երկու իրագիներ առաջ և նյութներ այն ժամանակ Աստված հավատարիմ է իր խոստումներուն մեջ և Աստուծո խոստումները միշտ հավատարիմ են, միշտ կգադարվին անցյալ գիրագի խոսեցանք, որ ինչպես Աստված թարերու ընթացքին պատրաստեց իր աշխարհակալը բարականեր և վիճակներ պատրաստվեցան հարյուրավոր տարիներու ընթացքին, որպեսզի ճիշտ ժամանակին Քրիստոս ծնի։ Այսօր մեր վերջին նյութն է այս շարքին, որ պիտի խոսենք, և նյութը հետևյալն է. Աստված հայտնության ժամանումը։ Հասավ ժամանակը, որ Աստված մարմինով հայտնվեցավ։ Ուրեմն բոլոր խոստումները և բոլոր պատրաստությունները ետք գուքանք ամենակարևոր ժամանակին աշխարհի պատմության ամենակարևոր դեպքն է։ Մենք որ ծնունդ կտոնենք և շատ անգամներ մեր ուշադրությունը ծնունդի հետ կապված բարականերու գլա։ Ինչպես մեզ շատեր ժամանակ պիտի առնեն հանգստության, մեզ շատեր պիտի պատրաստվին, մեզ շատեր հյուրեր պիտի ընդունենք, հյուրության պիտի երթանք, նվերներ պիտի առնենք, այս բոլորը լավ է որ գնենք։ Բայց էական պատճառը այն է, որ մոտավորապես ասկե 2000 տարիներ առաջ աշխարհի ամենակարևոր դեպքը պատահեցավ։ Աստված երկինքը ցկելով աշխարհ եկավ եւ մեզի պես մարդ եղավ։ Ասի աշխարհի պատմության ամենակարևոր դեպքն է։ Եվ այնպես անոր համար էական է եւ կարևոր է, որ այս դոնախմբությունը, որ գնենք, չգործընծնենք իր պատճառը, որ ինչու գնենք այս բոլորը։ Գնենք մեկ պատճառով,
Աստված երկնքի մեջ իր փառքը ցկեց եւ եկավ աշխարհ մեզի հետ փնագեցավ մեզի վես մարդը լալով։ Այսօրվա նյութը գլմանի գարձեք ինչպես լեր գմակլցինք եւ դեր մգահասնինք լերան փլուրին վրա եւ հիմա ժամանակն է ամենակեղեցիկ դեսարանը դիտելու։ Հավանաբար եղած ենք այդ բարականերու մեջ, որ ինքնաշարժով կամ մակլցելով լեր մի ելած ենք եւ փլուրը հասած ենք եւ հանգարց տեսած ենք, որ քաղաքը մեր ոտքին դա գնե կամ քեղեցիկ ասենք վիումը դեսարանը մեր արջևն է եւ գսենք, որ արժեց լեր մակլցիլը ասկայն հոգնությունն իսկ արժեց, որովհետև այս քեղեցիկ տեսարանը մեր արջևն է։ Այսօրվա նյութը ճիշտ անոր կնմանի, որ մենք պիտի տեսնենք Աստուծո աշխարհ քալու կարևորությունը եւ իմաստը, որովհետև Աստված երբ որ երկինքը ցկեց իր փառքը, այնպես չէ որ այդ վիճակով աշխարհ եկավ, այլ եկավ մանուկ դարձավ մեզի վես, ինչպես որ մենք ծնանք։ Մեր կյանքը սկսավ մեր մորը որովայնին մեջ, ժամանակը հասավ ծնանք, եւ մեր ծնողքը մեզի հոգացին, գաթ տվին, հաց տվին, մեզի հոգացին, ինչ որ պետք ունեինք, մեծանք, բադանի եղանք, երդասարդ եղանք, շատերս ընտանիք կազմեցինք, շատերս զավակներ ունեցանք, ուրիշներ տորնիկներ ունեցանք, կյանքը շարունակվեցավ, Աստված ճիշտ այսպես եկավ աշխարհ, մանուկ դառնալով, դեպետ իր կյանքի երկար չի տևեց, գիտենք պատմությունը, 33 տարիներ ետք զինք խաչ հանեցին։ Երկինքի մեջ իր փառքը ցկելով չեկավ փառավոր դեղմը, եկավ դեղմը, որ մսուրի մեջ ծնավ։ Աշխարհը զինք չընդունեց, որովհետև լեցուն էր բանտոկները, դեղ չի գար։ Չեկավ ընտանիքի մեջ թագավորական, փառավոր, հարուստ, եկավ քյուրացի զույգիմը դանը մեջ, որոնք աղքատ էին, որոնք իրենց օրաբահիգով գաբրեին։ Ծնավ ոչ տեխնոլոգիական, ասենք, բարձր վիճակներու մեջ 2000 տարիներ առաջ, որ մարդիկ ամենաբնական կյանքը գաբրեին, անհայտ քյուրիմը մեջ իր խոնարհությամբ եկավ, բայց եկավ մեկ անունով եւ այդ անունը Էմանուել էր, եկավ մեկ բան ասելու, Էմանուել, Աստված մեզի հետ, Աստված մեր մեջ, ծնավ Բեթլեհեմի մեջ եւ ասիկա զուգատիվություն մչեր, որ Բեթլեհեմի մեջ ծներ, որովհետև ինչպես ասենք անցյալ անգամ, ադիգա մարգարեություն էր, վերջին մարգարեն, Մաղաքիա մարգարեություն ըրած էր, որ Մեսիան պիտի ծնի Բեթլեհեմի մեջ, եւ այսպես աստվածային դասավորումով Օգոստոս Գայսը, որ հռոմեացի էր, նույնիսկ հրեայալ չէր, ճիշտ այդ ժամանակին հրովարդակ հանեց, հրաման հանեց, որ ամեն մարդ երթա իր ծննդյան քյուղը եւ հոն արցանակրվի, որովհետեւ պիտի նային թե քանի հոգիներ կան իրենց թագավորության եւ իրենց կայսրության մեջ։ Եվ ճիշտ այդ ժամանակին էր, որ այս զույգը եկավ Բեթլեհեմ, ինչու համար, որովհետև Հովսեփ Դավիթի սերունդն էր, երկուքն ալ Մարիամն ալ Դավիթի սերունդն էր, եւ Դավիթ Բեթլեհեմացի էր,
Ուրեմն պետք էր, որ Հովսեփ եւ Մարիամ ճիշտ այդ ժամանակին Բեթլեհեմ երթային, որովհետեւ իրենց անունները արձանագրվեին։ Գիտեք, մեջերից սուրիացիներ կան։ Սուրիացիները գսեն, հալեբահայերը գսեն, քյություգը պիտի երթան։ Չէ՞։ Հոն երբ որ թուղթը պիտի հանեն, փամը պիտի հանեն, գարավարական իրենց քյություգը պետք է երթան։ Ղամշտի պետք է երթան, հասակե պետք է երթան, դերզոր պետք է երթան, չգիտեմ, ամեն մեկը իր ուր որ իրենց անունը, իրենց հայրերը արձանագրած են, հենց հոն պետք է երթան։ Ճիշտ նույն դեպքն է ասիգա։ Հովսեփ եւ Մարիամ իրենց նախնիկներուն քյուրը պիտի երթան եւ ուր է ադի Բեթլեհեմ։ Եվ ճիշտ այդ օրերուն, այդ ժամուն Մարիամի օրերը լեցվեցան եւ Հիսուս ծնավ։ Կտեսնեք որ հիմա մենք կսենք ինձ զուգատիվություն, արդյոք զուգատիվություն երբեք աստվածային դասավորում, աստվածային գարկատվություն, միտքե չանցնիր, բայց աստված գտասավոր է։ Շատ անգամ մեր կյանքի մեջ կլա զուգատիվություններ, օ ինձ զուգատիվություն, մեկ ատոն քեզի հարցուր, արդյոք զուգատիվություն։ Եթե խորունգը պիտի երտաս, գտեսնես որ ժամանակը անցնելեն վերջ կհասկնաս որ ադիգա զուգատիվություն չէր, այլ աստվածային դասավորում էր։ Աստված մարմին արավ Բեթլեհեմի մեջ, ինչպես խոստացված էր, խոստումն էր։ Եվ այդ տաշտի մեջ հովիվներ կային։ Հրեշտակները իրենց կդան, հովիվներուն կդան։ Հովիվները որոնք էին։ Մարդիկ էին, որ ընդունված չէին իրենց շրջանագին մեջ, որովհետև միշտ աղդոտ էին։ Եվ հրեության մեջ շատ կարևոր էր մաքուրը լալը։ Եվ որ գենթանիի հետ գշփվեին, ամեն օր աղդոտ կսեպվեին։ Ուրեմն քաղաքեն դուրս պետք է ապրին, մարդոցմե դուրս պետք է ապրին։ Ճիշտ այդ հովիվներուն հրեշտակները երևցան եւ ավիդիսը դվին, բարի լուրը դվին եւ անոնք հավատացին, չմերժեցին, չսին որ ասիգա երազմն է, ասիգա սխալ բան է որ մեզի պատահեցավ, ով ենք մենք, հովիվ ենք, ընդունեցին եւ քացին կդան մանուկը եւ երկրբակեցին այդ մանուկին։ Այս ցույց կտա որ Աստված գնդրե խոնարհները, Աստված գնդրե յետևին մնացածները, Աստված սրտի խոնարհության գնայի, որովհետև Աստված ինքը խոնարհեցավ, երկիքի փառքը ցկեց, խոնարհությունը ընտրեց եւ մարդ դարձավ։ Ճիշտ այս խոսքերով Հովհաննես ավետարարիչ, Հովհաննես Արաքյալ իր ավետարանը կսկսի հետևյալ ցևով։ Սկիզբն էր խոսքը գսե։ Մեր հայրը թարգմանության մեջ փան կթարգմանվի, բայց փան կնշանակե խոսք։ Սկիզբն էր խոսքը, եւ խոսքը Աստուծո քով էր, եւ խոսքը Աստված էր։ Աստված սկիզբն խոսեցավ։ Գիշեք երբ որ երտանք Ձնընթոց առաջին գլուխ առաջին համարը, Աստված ըսավ, խոսեցավ, լույսը լա եւ լույս եղավ։ Ճիշտ այդ խոսքը գսե սկիզբն էր, Աստծո քովն էր։ Եվ 14-րդ համարի մեջ գսե խոսքը մարմին եղավ եւ մեր մեջ բնակեցավ։ Ով էր այդ խոսքը։ Քրիստոս ինքը, որ մարմինը ստացավ, մեր մեջ բնակեցավ, մեզի հետ եղավ, խոսքը մարմին եղավ, Քրիստոս մարմինը ստացավ, մեզի պես։ Սուրբ Աթանասիոս, երրորդ դարու սուրբերեն մեկը, եկեղեցու հայրերը մեկը գսե, որդին մարմին դարձավ, մարդ եղավ, որպեսզի մենք մարդկությունս վերագանքնվենք Աստուծոքով։ Մարդկությունը ինգած էր, հերացած էր Աստուծմե։ Որդի Աստվածը մարդ դառնալով մեզի արիթը տվավ, որպեսզի վերագանքնենք եւ մեր հարաբերությունը դարձյալ
հաստատվի Աստուծո հետ։ Ինչ է Սուրբ Ծնունդը։ Սուրբ Ծնունդը այն է, որ Աստված մեր աշխարհ եկավ, մեզի պես եղավ, մեր մեջ բնակեցավ, որպեսզի մեզ իրեն առաջնորդե։ Մեզի պես եղավ, որպեսզի մեզ Աստուծո առաջնորդե։ Անոր համար անոր անունը ինչ պիտի գոչվի։ Էմանուել, Աստված մեզի հետ։ Այսպես հրեշտակը ըսավ Հովսեփին։ Անոր անունը Էմանուել պիտի գոչեն, որովհետև Աստված մեզի հետ։ Սա էլ մարգարեություն էր։ Գրված էր մոտավորապես Քրիստոսի ծնունդի 600 տարիներ առաջ Եսայի մարգարեի միջոցով։ Այս ալ խոստում էր եւ այդ խոստումը կատարվեցավ։ Աստված հերու չեղավ մեզ մե։ Աստված մեր քովը չեղավ, Աստված տրացի ինդունը չեղավ, Աստված ուրիշ երկրի մեջ չեղավ, այլ Աստված մեզի հետ եղավ։ Էմանուել եղավ, մեզի հետ, յուրաքանչյուրիս հետ, յուրաքանչյուրիս կյանքին մեջ։ Ասիալ իր խոստումն է։ Քրիստոսի ծնունդը, որ գտոնենք, այդ չէ միան որ բզդիկ մանուկիմը ծնունդը գտոնենք, Հիսուս մանուկի ծնունդը գտոնենք, բայց այն է, որ Աստված մարմնի մեջ այս աշխարհ եկավ եւ ասիկա մեծակույն թեփքն է։ Սիրելիներ, Սուրբ ծնունդը, Հիսուս Քրիստոսի ծնունդը էական վիճակն է Աստուծո խոսքին։ Աստվածաշունչին մեջ փուն հիմքն է Քրիստոսի ծնունդը։ Ամբողջ 5 դագարանը կպատրաստե Քրիստոսի ծնունդը։ Իսկ Քրիստոսի ծնունդեն ետք ամբողջ նոր դագարանը Քրիստոս գխոսի այդ ծնունդին արդյունքներուն մասին։ Ուրեմն ծնունդը հիմքն է, Աստուծո գործին հիմքն է։ Ծնունդը կպաշտե օրենքը եւ շնորհքը, Աստուծո շնորհքը իրար մե։ Աստվածահայտնությունը անգյունաթարցմն է։ Ամբողջ աշխարհի պատմության անգյունաթարցն է։ Ծննդոցեն մինչև մարգարեները, մինչև Մաղաքիա մարգարեն, վերջին մարգարեն, անիգա խոստացված էր եւ այդ խոստումը կատարվեցավ։ Նույնիսկ այդ 400 տարիներուն մասին, որ բան չենք գիտեր, Մաղաքիա մարգարեն մինչև Քրիստոսի ծնունդը, բայց Աստված այդ լրության մեջ պատրաստեց, որովհետեւ Քրիստոս ծնի։ Եվ երբ որ ժամանակը հասավ, ճիշտ ժամանակը հասավ, Աստված մարմինը ստացավ։ Պողոս առաքյալ այսպես կսե Գաղատացիներուն 4 գլուխին մեջ, բայց երբ ժամանակը լեցվեցավ, Աստված իր որդին ղրգեց։ Գաղատացիս 4 գլուխ 4 համար։ Երբ ժամանակը լեցվեցավ, Աստված ինքը որոշեց։ Բարակաները չորոշեցին, հռոմեացիները չորոշեցին, Օգոստոս կայսրին հրամանը որոշումը իր անձնական որոշումը չէր, այս բոլորը Աստուծո գարկացություններն էին, Աստուծո դասավորումներն էին։ Ուրեմն մեկ հատ մենք մեզի հարցնենք։ Այս ժամանակը, որ մենք անցուցինք եւ շատերս տոնեցինք, շատերս երկրորդ անգամ նորեն պիտի տոնենք հայկական ծնունդը, պիտի տոնենք, այսօր կհիշատակենք արդեն, մենք մեզի հարցնենք։ Ոչ մեկ բան զուգադիպությունով գլա։ Ամեն բան Աստուծո դասավորումով գլա։ Մեր յանքը Աստծո ցերկերուն մեջն է։ Անոր անունը Էմանուել է, անիգա մեզի հետ է։ Ուրեմն այնպես ապրենք մեր յանքերը, որ Աստված մեզի հետ է։ Աստված մեր մեջն է։ Անոր անունը Էմանուել է։ Աստված մեզ մե հերու չէ։ Ուրեմն մենք ալ հերու չլանք Աստծո։ Քանի որ Աստված մոտ է մեզի, քանի որ Աստված մեզի մեր մեջն է, մենք հերու չգելանք Աստծո։
Մեր կյանքերը Աստուծո հաջերի կյանքեր թողնան, Աստուծո անունը փառավորող կյանքեր թողնան։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, ցեզի մեզի մեծավետիս։ Անկամ ևս ասենք, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, ցեզի մեզի մեծավետիս։ Աստված օրհնե ձեր բոլորը եւ ձեր բոլորի նուները։ Ամեն։ Շնորհակալ ենք եղբայր։ Առաջ որ հաղորդության սեղանի մոտենանք, երգը եւս պիտի երգենք։ Երգ 135։ Երգ 135։ Դեր գդրե գենացած։ Սամոսերքուն գսե շաշագեցեք և դեսեք թե դերը պարի է, երանի այն մարդում, որ դերոչ է դհուսան։ Վասնձի ես դերոչվեն ընդունեցի, զայնվոտ սեզիալ ավանտեցի, գսե մոսարակյալ։ Թե մեր դերը Հիսուս իր մատնված քիշերը հացը արավ եւ քոհանալով գդրեց ու սավ արեք ու գերեք այս է իմ մարմինս որ ցեզի համար պիտի գդրվի ասիգա արեք զիս հիշելու համար Դեր Հիսուս Քրիստոսի անունով որ այս սեղանին դերն է Գհրավիրեմ ցեզ անոր մոդենալու
Անոնք, որոնք այս եկեղեցին հաղորդական անդամներն են, եւ անոնք, որոնք քույր եկեղեցիներու հաղորդական անդամներն են, եւ մասնավոր արգելքը չունին, մոտեցեք ապաշխարության հոգիով եւ սուրբ կյանքը ապրելու մտայնությամբ, մասնակցեցեք հոգևոր շինության եւ օրհնության համար։ Մեր Տերը իր մատնված քիշերը հացը արավ եւ քոհացավ գսե։ Մենք ալ կքոհանանք, այսինքն շնորհակալություն կհայտնենք Աստծո դված հացին համար, որ կխորհրդանշե դերոջը մարմինը եւ մեմնադեն կխորհրդանշե Աստծո խոսքը, այն հացը, որ մենք կուտենք, Աստծո խոսքն է, որ կլսենք, եւ այդ մեր լսած խոսքովը մենք մեկ կլանք, նույն միտքը, նույն սիրտը, նույն խորհուրդը կունենանք, մեզ կմիացնե, դերունական սեղանը մեզ իրարու գաբող սեղանն է, բայց ինչ նպատակով Աստծո վրա Քրիստոսով միացնող եւ ոչ թե աշխարհիկ նպատակներու, հապա Քրիստոսով միասին ըլլալու խորհուրդն է, եւ այս կգտնվի այս գենաց հացին մեջը։ Շնորհակալ ենք այս հացին համար, այն գենաց խոսքիդ համար, որ ավետարանեն Աստվածաշունչեն մեզի գուքա, փառք եւ քոհություն կբացանենք քեզի, շնորհք քրեվորով դեր, երբ որ կընդունենք սանիգա, իրապես քեզմով միացած ըլլանք, թե քեզի եւ թե իրարու, որբեսի քու եկեղեցիդ շնվի եւ գարենա իր ծառայությունը կատարել քու փառքիդ ու թագավորության համար։ Շնորհակալ ենք ով դեր, որ թուն քու մարմինդ միևնույնադեն դվիր, որբեսի անիգա գդրվի, չարչարվի մեր մեղքերուն թողության համար։ Փառք եւ քոհություն քեզի։ Ամեն։ Անոնք, որոնք պիտի մասնակցին, կհրավիրենք, սիրենք, որ ոտքի վրա ըլլան, մինչ ցեզի պիտի մատակարարվի հացը եւ քինին։ Երբ կարնենք, համբերենք, որբեսի միասնապար ամենեն վերջավորության հաղորդվինք միասնապար։
միասնապար հաղորդվենք։ Սամոս երկուն գսե նաև ինչ հադուցանեմ դերոջը իր ըրած փոլոր փարիկներուն համար փրկության փաժագը պիտի վերցնեմ ու դերոջը անունը պիտի կանչեմ նույնպես ալ Հիսուս քավաթը ընտրիկեն հետո արավ ու սավ այս քավաթը նոր ուխտ է իմ արյունովս ասիգա արեք զիս հիշելու համար ամեն անգամ որ խմերու լակ այս քինին եւ հացը վասնզի քանի անգամ որ այս հացը ուտեք ու այս քավաթը խմեք դերոջը մահը պիտի պատմեք մինչև որ ինքը քա ուսի ով որ այս հացը ուտե կամ դերոջը քավաթը խմե անարժանապար բարդաբան պիտի լա անոր մարմինին ու արյունին Քոթյուն կմատուցանենք քեզի մեզի համար չարչարվող եւ իր արյունը թափող մեր փրկիչը Տեր Հիսուս որքան մեծ էր քու սերդ Գարեքսությունդ եւ ողորմությունդ որ այս փոլորը հանցնարիր եւ քու սերդ շնորհքդ ծառայությունդ մեզի հայտնեցիր որբեսի մենք հալ գարենանք իբրև քու հետևորդներդ շարունակել այն ծառայությունը որտուն մեզի շնորհեցիր Բահե մեզով դեր այս սիրույն եւ այս հավատքին այս նվիրումին մեջ որբեսի գարենանք աղ եւ լույս ըլլալ եւ քո անունդ փառավորել շնորհակալ ենք քեզ մե այս հավատքին համար օրհնե մեզի որբեսի գարենանք մինչև քո երկրորդ քալստյանդ այս վկայությունը եւ այս խորհուրդը շարունակել ու քեզի փառք տալ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն Դարձյալ միասնապար պիտի առնենք վերջավորության
միասնապար հաղորդվենք։ Շնորհակալ ենք քեզ մեր երկնավոր Հայր, որ քո սերդ անգամ եւս վայելելու եւ վկայելու արիթը մեզի գշնորես Դեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ աշխարհ եկավ եւ փնագեցավ, քեզ ներկայացուց ծառայեց եւ մեզի ժառանգ ցկեց այդ ծառայությունը, որովհետեւ մենք շարունակենք այն ծառայություն, որ ինքը մատուցանեց, մեզ մե ամեն մեկս ով դեր այս խորհուրդով եւ այս ճշմարտությունով լեցուր, որովհետեւ մեր կյանքերը լա անոր նման, անոր հետևող եւ զանիգա ապրեցնող, որովհետեւ դու փառավորվես։ Շնորհակալ ենք քեզ մե այս բոլորին համար, օրհնե ամեն մեկս, որբեսի գարենանք նոր դարին սկսին քու զորությունովդ եւ քու դված սիրո հոգիովդ գարեկցությամբ հոն ուր որ գարոտ մգա, հոն ուր որ անգյալ մգա, հոն ուր որ նեղյալ մգա եւ հոն ուր որ մեր օգնության գարոտ մեկը գա, գարենանգով դեր քու սերը ցույց տալ, ցոլացնելով դեր քու սերդ Փարքիդ ու թակավորության համար մինչև որթուն դարձյալ կաս Դեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն
եւ զորություն եւ փառք Հավիտյանս եւ հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը Հոր Աստծո անպատմելի սերը եւ օգնություն Սուրբո հաղորդակցությունը այս նոր դարվա եւ ծնունդի արիթով մեր բոլորին հետ ըլլա